Միջադեպի մասին, Արման Վեզիրյանի հետ կապված միջադեպի մասին շատ կարճ երկու բառով պատմեմ, հիշում եք ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի փուլում տեղի ունեցան մի քանի միջադեպեր, հատկապես դրանք կապված էին ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք ունեցան խնդիրներ եւ այդ պատճառով հաղ կուսակցության, դիմեցին մեզ, խնդրեցին մասնավորապես Արշակ դիմեց, խնդրեց, որ լինի անպայման դիտորդ, որպեսզի հետո հնարավորություն ունենանք նաև արձանագրելու այդ բոլոր խախտումները։ Հանձնարարվեց Արման Վեզիրյանի ներկա լինել եւ տեղի ունեցել միջադեպ, որը արդեն մանրամասները արդեն այնքան են խոսել, եթե կարիք էլ չկա։ Բնականաբար այդ կապակցությամբ այդ առթով, քանի որ Արմանի ծեծի են ենթարկել, պարոն Դանիելյանը կազմակերպության ղեկավարը դիմել էր ոստիկանության բաժանմունք ու հետո սկսեց արդեն այդ գործընթացը։ Ուրեմն ասեմ, որ ամենից սկզբից թվում էր, թե նորմալ է, քրեական գործ էր հարուցվել, քրեական գործը նորմալ ընթանում էր, այսինքն նորմալ ընթանում էր այնքանով, որքանով որ հարուցվեց գործ ծեծ հոդվածով, բայց մեր խորին համոզմամբ, քանի որ դա եղել էր միջադեպը տեղի ունեցել հենց բուն նախընտրական փուլի հետ կապված, նախընտրական քարոզարշավի հետ կապված, մենք գտնում ենք, որ նաև մեղադրանք պետք է առաջադրվեր հակառակ կողմին 149 հոդվածով, այսինքն խոչընդոտել էր միանշանակ կողմը խոչընդոտել էր քարոզարշավի բնականոն աշխատանքին։ Եվ տվյալ դեպքում Արման Վեզիրյանի դիտորդական առաքելությանը, քանի որ Արման Վեզիրյանը եղել էր բաժով, այսինքն իր անձը հաստատող պատրթող, այն որ նա եղել էր դիտորդ, մի խոսքով դա միանշանակ է, որևէ խնդիր այդտեղ չկա։ Ամեն ինչ թվում էր, թե նորմալ էր այնքան ժամանակ, քանի դեռ իմ կողմից միջնորդություն չարվեց քրեական գործ հարուցել նաև քրեական օրենսգրքի 149 հոդվածով։ Բնականաբար մեր շատ երկար ժամանակ փորձում էին համոզել, որ եկեք կնի գլուխները անդակ գլուխները դառների տակ մի դրեք, եկեք կնի հրաժարվեք այդ ձեր միջնորդությունից, հրաժարվեք եւ թող մենակ 118 հոդված է լինի։ Բնականաբար, քանի որ Արմանը, ինչ ասեմ, սա հասարակ վեճ չէր, էլի, Արմանը չէր դուրս եկել այնտեղ ուղղակի զբոսնելու վեճ էր բռնվել, նա այնտեղ որտեղ դիտորդ էր գտնվում։ Եվ բնականաբար մենք առարկեցինք տնդելով մեր միջնորդությունը, ասելով, որ այո, վերջապես նրանք որպես դիտորդ են խոչընդոտել նրա աշխատանքը, բնականաբար 149-ը պահանջում են։ Միջնորդությունը մերժվեց նաև դատախազին ուղղված մեր բողոքը, եւ դրանից հետո սկսվեցին ամենահետաքրքիր փուլերը։ Լրացնելու համար Արման Վեզիրյանին մեղադրանք առաջադրվեց։ Մեզ համոզեցին, որ փորձում են համոզել, որ ծեծը միակողմանի լինել չի կարող։ Այնինչ դա, ինչ ասեմ, դա ոչ միայն անգրագիտություն է, այլ նաև հիմարություն։ Պարտադիր չի, որ երկու կողմը իրար ծեծեն, դա նորմալ երևույթ է, էլի։ Արման Վեզիրյանը մեղադրանք առաջադրեցին նույն ծեծ հոդվածով ու այդ նույն ընթացքում փորձում են համոզել, որ եկեք գնի դուք ձեր բողոքը հետ վերցրեք, մենք այդ մեր հերթին այս գործը կփակենք։ Հասկանալով, որ մենք մեր բողոքը հետ չենք վերցնելու, շարունակվեցին խախտումները։ Ուրեմն ասեմ, որ շատ հետաքրքիր մոտեցում դրսևորեց դատախազությունը, ոստիկանությունը, մեզ համոզում են, որ դուք ձեզ փորձում եք PR անել։ Ես հոգնեցի բացատրելով, որ PR անելու համար մենք PR-ը կարիք չունենք, մենք շատ վաղուց արդեն մեզ PR արել ենք շատ վաղուց։ Կազմակերպությունն էլ Արման Վեզիրյանը առավել ևս դրա կարիքը չուներ, իսկ ինչ վերաբերում էր կոնկրետ իրենց բացատրում է նույն քննիչին դատախազին, որ դա PR կլինի շատ լավ PR պետության համար, որովհետև եթե պետությունը գոնե մի գործ ընտրությունների հետ կապված բացահայտի, դա հենց իրանց համար կլինի շատ լավ PR։ Այն դեպքում, երբ որ մենք այստեղ չենք մեղադրում պետությանը ոստիկանության հետ համագործակցելու, չենք մեղադրում պետությանը, որ գերիշ ինչ-որ ավելորդություններ է պետությունը թույլ տվել, մենք ասում ենք, որ կա անձ, որը որ խախտել է դիտորդական առաքելություն իրականացնելու եւ իրան պատժելու դուք հնարավորություն կունենաք նաեւ ասել, որ տեսեք մենք ազգային ժողովի ընտրությունների հետ կապված ունեցել ենք նաեւ այսպիսի բացահայտված գործ։ Ասեմ, որ ընտրությունների հետ կապված եղան շատ դիմումներ եւ բողոքներ, հիշում եք անգամ այնտեղ ծեծի են ենթարկել, պատգամավորի թեկնածուն վնասվածքներ էր ստացել, բայց որևէ մեկը չշարունակեց այդ գործը, ծեծի մասով հատկապես, որևէ մեկը չշարունակեց, այսօր Արման Վեզիրյանը միակ գործն ազգային, այսինքն Արման Վեզիրյանի վերաբերյալ գործը միակ գործն է, որը որ դեռ դատարաններում է ու մենք դեռ պայքարում ենք, ու մենք դեռ պայքարել ենք, ես իրանց ուղղակի շատ ցավակցում եմ, մենք հետ չենք անելու մեր ասածից։
Ուրեմն սա միակ հայտարարությունը չէ։ Գործերը շարունակվեց, ասեմ ինչի չեն կարել մենք մինչև հիմա ասուլիս, որովհետև մենք գտնում ենք, որ պետք է հնարավորություն տա, վերջապես հասկանալ, որ կա խնդիր ու խնդիրը լուծելու կարիք ունի։ Մենք նպատակ ինքնանպատակ չի մեզ համար որևիցե մեկին վարկաբեկելը, վատ վիճակի մեջ դնել, բայց պետությունը, իշխանությունը, ոստիկանություն, դատախազություն, դատարան իրանք վարկաբեկելու իրենց ուղին բռնել, որ ես չեմ պատկերացնում, որ մարդուն զորով ֆունկցիոնալ իրանք վրա պրոբլեմներ է ստեղծում։ Ուրեմն Արման Բեզյանի գործը երբ որ փակեցին, արդեն պետք է ուղարկեին դատարան, մենք որպես կողմ իրավունք ունենք միջնորդություններ անելու։ Եվ մենք արեցինք բազմաթիվ միջնորդություններ մեր ժամանակի մեջ, բայց մինչև որ մենք մեր միջնորդությունները ժամկետով դեռ օրինական ժամկետում դրանք հասցրեցին դատախազություն, հանկարծ պարզեց, որ գործը մինչև ժամկետը լրանալ արդեն ուղարկել էին դատարան, այնքան են շտապում դատել, այնքան են շտապում լրացնել Վեզիրյանը, որ ժամանակի շուտ գործը դատարան է ուղարկել։ Այդ կապակցությամբ բնականաբար բողոք եղավ գլխավոր դատախազում։ Գլխավոր դատախազը շատ հետաքրքիր ձևով մերժեց, ասեց դատարանում կարող եք ձեր բողոքը։ Ես գրում եմ դատախազին, որ քո դատախազը սխալ է արել, խնդրում եմ պատժես քո դատախազին իր արարքի համար, ինքը ինձ գրում է դատարանին բողոքեք, թե ինչ կապ ունի դատարանը դատախազին պատժելու հետ, ես չեմ կարող պատկերացնել։ Ամենահետաքրքիրը մարդու իրանքների պաշտպանի նույնա բովանդակված դիմումներ, որտեղ խնդրել էի, բացատրել էի, որ մենք ունենք խնդիր, որ Արման Բեզիրյանի որպես մեղադրյալ իրավունքները ոտնահարվել են։ Դատարանը դատախազությունը մինչև Արման Բեզիրյանի կողմից միջնորդությունների բողոքներ ներկայացնել, ուղարկվել է դատարան հնարավորություն չի տրվել իրան բողոքարկելու։ Մարդու իրանքների պաշտպանը ինձ պատասխանում է։ Քաղաքացի Նինա Կարապետյանցը, թեպետ իսկ քաղաքացին ես որպես փաստաբան եմ դիմել, ես ինձ հետ որևէ առնչություն չունի այդ գործը որպես քաղաքացի։ Դիմել է ՀՀ մարդու իրանքների պաշտպանին իր խախտված իրանքների վերականգնման հարցով, դա իմ իրավունք չէ, դա այն պաշտպանյալի իրավունքն է։ Ու ուղղել էր, բացատրել էր, որ ես կարող եմ դիմեմ դատարան։ Այսինքն դատախազությանը բնորոշ պատասխան էր տվել ինձ մարդու իրանքների պաշտպանի գրասենյակը։ Մի խոսքով, այդտեղ էլ եկանք հասանք անցանք, եկանք հասանք դատարան։ Շատ հետաքրքիր որոշում, ընդունեց դատարանը, ասեմ, որ շատ անսպասելի որոշում էր ինձ համար։ Ես բողոք գրեցի նաև դատարանին, բացատրեցի, որ խախտվել է իմ մեղադրյալի իրավունքը, պաշտպանյալի իրավունքը եւ խնդրեցի վերականգնել եւ դատարանը որոշում կայացրել, սա ասեմ, որ շատ քիչ հանդիպող որոշումներից մեկն է։ Գործը մեղադրողին վերադարձնելու մասին, այսինքն գործը դատարանից վերադարձվեց դատախազին, Շենքավիթի շրջանի դատախազին սխալները ուղղելու համար։ Բնականաբար սխալները չուղղվեցին, բայց համենայն դեպս այն փաստը, որ գործը մի անգամ ուղարկվեց հետ, դա աննախադեպ երևույթ է։ Մենք կարծեցինք, որ դատարանում մենք հնարավորություն կունենանք վերականգնել իրավունքները, վերջապես գոնե մեկը իր արժանապատվության հարցը կհամարի, այս խայտառակ ցպոչքին ինչ-որ կտրելու է, բայց պարզվեց, որ չէ։ Եկանք հասանք դատարան ու գործի վիճակը այսպիսին է, բացատրեմ։ Ուրեմն 118 հոդվածով շատ հետաքրքիր է։ Ինքը պետք է ունենա անպայման տուժող կողմ եւ տուժողի բողոք։ Եթե չկա տուժողի բողոք ու չկա տուժող կողմ, քրեական գործ հարցը չի կարող, դա բացառվում է, դա նոնսենս է։ Արման Բեզիրյանի դեպքում ուրեմն ամսի 15-ին մայիսի հարուցվեց քրեական գործ, մեղադրանք առաջադրվեց մյուս կողմին, Արմանը ճանաչվեց ավտոմատ տուժող։ Անցավ մի որոշ ժամանակ Արման Բեզիրյանին լրացնելու համար Արման Բեզիրյանին առաջադրվում է մեղադրանք, տուժող կողմ չկա։ Մարդուն տուժող չեն ճանաչում, չկա հակառակ կողմի բողոքը, ում են դատում ինչի համար չես հասկանում։ Դատարանում հասկանալ էր, որ ոստիկանությունից էլ հույս անիմաստ է ինչ-որ բան բացատրել է, դատախազությունից հույսներ կտրել են, որտեղ իրանք չես հասկանում ինչով են առաջնորդում, հույս ունեն, որ գոնե դատարանում այդ հարցը կլուծվի։ Պարզվեց, որ չէ, դատարանն էլ չի կարողանում հասկանալ, որ եթե չկա գործում թղթով ուժով, ուրեմն չի կարող լինի քրեական գործ։ Փորձեցինք որպես հիմք ներկայացնել, իմ բոլոր միջնորդություններն ու բացարկները մերժվում էին, որովհետև ասում էին ձևակերպում այսպեսին է։ Ուրեմն փաստաբանի անձնական կարծիքը չի կարող հիմք հանդիսանալ։ Ես բացատրում եմ, որ դա փաստաբանի անձնական կարծիքը չի։ Դա օրենքի մեկնաբանությունն է։ Հենց ասում են, որ դու սուբյեկտիվ ես մեկնաբանում եւ դրա համար մերժում են։ Ես անկեղծ ասած մի բան մտածի, որ իսկապես ես սուբյեկտիվ եմ մոտենում ամեն հարցին, որտեղ Բեզիրյանը ոչ միայն իմ պաշտպանյալն է, ոչ միայն իմ գոլեգան է, նաև լավ ընկերն է։ Ու ես փորձեցի փնտրեմ ինտերնետում այն ամենը, ինչ որ կապված է այս հոդվածի հետ, 118 հոդվածի հետ։ Հերթական նիստերից մեկի ժամանակ ես ներկայացնում եմ դատարանին, դատախազին
Ուրեմն գլխավոր դատախազի տեղակալ Սարգսյանի զեկույցը ՀՀ դատախազության կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 10-ի նիստում։ Ներկայացնում եմ բառացի զեկույցից հատված, որտեղ որ գրված է, որ 118 հոդվածով հարուցվել է 944 դեպք, որից 820-ով քրեական գործը հարցվել է մերժվել է դիմողի բողոքի բացակայության հիմքով։ Այսինքն այն որ չկա դիմողի բողոքը եւ չկա տուժող գործով արդեն իսկ հիմք է հանդիսանում այս գործը դադարեցնելու գործը կարգելու համար։ Բայց պարզվեց, որ դատախազ ասեց դե հիմա ինչ է որ ասել է, կարևոր չի ինչ ասել թե դատախազի տեղակալը։ Լավ, ասենք եթե ձեզ համար հիմք չի հանդիսան դատախազի տեղակալի ասածը, միգուցե ավելի ինչ որ ռեալ բան ավելի մեկ լինի հեղինակավոր դատախազության համար, որի ասածը ավելի հեղինակավոր կլինի, եթե փաստաբանի ասածը, օրենքի ասածը ձեզ համար հիմք չի, տեղակալի ասածը հիմք չի, միգուցե որևէ մեկ ուրիշի ասած։ Պարզվեց, որ շատ պատահական զուգադիպեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթ ազգային ժողովում կապված Սիլվիթասի հետ, որտեղ որ ներկայացնելուց հետո հարց պատասխան եղավ, պատգամավորներից մեկը հարցրեց, արդյոք որևիցե մեկը բողոքել, արդյոք որևիցե մեկը խնդիր ունի կապված այս հարցի հետ, որ դուք այս քրեական գործը հարուցել եք։ Ինչին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բառացի պատասխանում էր, որ կան գործեր, որոնցով որ դա պարտադիր է բողոքի արկայությունը, կան գործեր, որոնցով պարտադիր չի, կոնկրետ Սիլվիթասի գործով այնպիսի տիպի հանցագործներ, որոնց պարտադիր չէ, բայց ունակ 118 հոդվածով դա պարտադիր պայման է բողոքի արկայությունը եւ դժողի արկայությունը։ Մի խոսքով պարզեց, որ մեր դատախազության համար որևէ հեղինակություն, այլևս ես տենց հասկացա, որ գործում են օրենքներ առանձին գլխավոր դատախազի տեղակալի համար, գլխավոր դատախազի համար առանձին ինչ-որ օրենքագործում, Շենգավիթի շրջանի դատախազության համար ինչ-որ ուրիշ օրենքագործում, մի խոսքով ամեն մեկը իր համար երևի ինչ-որ առանձին օրենքներ ունի, որոնք մենք տեղյակ չենք։ Լավ կլներ մեզ էլ տեղյակ բան, որ մենք իմանենք, թե մենք ինչով առաջնորդվենք, եթե ոչ օրենսգրքով։ Մի խոսքով մեր վիճակը հիմա այնպիսին է, որ գործը գտնվում է դատարանում, գտնվում է բացարձակ աբսուրդային վիճակում, մենք ունենք մեղադրյալ, չունենք տուժող, չունենք բողոք, ու ես զգում եմ, որ տանելու են ամեն դեպքում լրացնելու նպատակը շարունակվելու, ամենք անպայման ճիշտ է։ Ուրեմն այնքան շատ խախտում կա արդեն չես կողմնորոշում։ Ուրեմն դատարանին ինքնաբացարկ է հայտնել այն պարզ պատճառով, որ տարբեր բացարկներ մերժվել են ու հիմնավորման փոխարեն օրենքը պահանջում է, եթե դու բացարկ ինքնաբացարկ ես ներկայացնում, անպայման պետք է դատարանը եթե մերժում է միջնորդությունը բացարկ, ինքը պետք է բացատրի ինչի է ինքը մերժում, այսինքն դա պետք է լինի հիմնավորված, դա ուղղակի բառով չի կարող։ Որպես հիմնավորումներից մեկը վերվել էր, որ Արմեն Վեզիրյանի մեղադրանք առաջադրվել է բավարար ապացույցների համակցությամբ, այսինքն դատարանը, ինքը դատարանը արդեն ի սկզբանե անմեղության կանխավարկած հասկացությունը նրա համար այլևս գոյություն չունի։ Նման վերաբերմունք միշտ ունեցել է ոստիկանությունը, իրանց համար գոյություն չի ունեցել անկանխավարկած անմեղության դատախազությունը, բայց որ դատարանը արդեն այսպես բացահայտ մեզ անմեղության կանխավարկածի ոտնահարում ունի, ես ուղղակի զարմանում եմ։ Մի քիչ շատ ինձ համար անհասկանալի է անկեղծ ասեմ դատարանի դիրքորոշումը, որովհետև ես փորձեցի դատարանում էլ դատարանի բացատրել, բայց ինձ թվում է լավ չպատկերացրեցին։ Ի վերջո, ինչքան էլ ուզում է ոստիկանությունը խախտումներով գործ ուղարկի դատարան, ինչքան էլ որ դատախազությունը հիմնավորի այդ ամեն ինչը, ի վերջո այդ ստորագրությունն ու կնիքը դնում է անձամբ ինքը դատավորը ու ի վերջո այս գործը երբ որ գնաց հասավ եվրոպական դատարան, վարկաբեկվելու է ոչ թե քննիչը, ոչ թե դատախազը, ոչ թե գործով մեղա վարկաբեկվելու է ինքը դատավորը, ես զարմանում եմ, ուժի դատական համակարգը չի գտնում իր մեջ այդքան ուժ, որ ասի դե բավական է այս անհիմն, այս կեղծ ու շինծու գործերը բերեք հասցնեք, մենք այս ստիպված լինենք այդ կնիքը դնենք ու խայտառակ լինենք։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, ինչքան կարա շարունակվի այս անթասիկ վիճակը։ Նինան պատմեց, որ դատախազի համար, դատավարության դատախազի համար, այդ գլխավոր դատախազի խոսքը չի կարևոր, չի, ես չեմ հավատում։ Դե համար շատ կարևոր է, բայց դեռ ավելի շատ կարևոր դերը խաղում է Արմեն Վեզիրյանի հենց ինքը, Արմեն Վեզիրյանը։ Ինքը այդքան է իրանց ներվայնացրել, որ նույնիսկ այդ պարագայում Աղվան Հովսեփյանը կուլ է տալիս իր դեմ գնացող երիտասարդ դատախազի արածը,
Մենակ Արման Վեզիրանին պատժի։ Ինչի է ներմայնացում։ Արման Վեզիրյանը երևի ձեզանից շատ, բոլորից շատ երևի Երևանում 2008 թվականից իրանց համար մի հատ բելմոյա աչքի մեջ։ Ցույցեր նկարել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին ամենալավ տեղյակ լինելը։ Մի քանի գործով վկայություն տալը, բոլոր դատարաններին, միտինգներին Արմանը մասնակցում է, գրանցում է բոլոր հաղթումները։ Արման Վեզիրյանը մեր օֆիսում Հելսինկյան ասոցիացիայում ներկայացնում է պատասխանատու է միտինգների եւ դատարանների համար, այդ մոնիտորինգի։ Եվ այն ինչ Արման Վեզիրյանը արել այդ գործի մեջ, դժվար թե որից է իրավապաշտպան Հայաստանի Հանրապետությունում կամ դաժե նույնիսկ լրագրող չի եղանակ ավելի իրապես արել։ Ես գիտեմ մարդկանց սայթեր են զանգում են Արման Վեզիրյանին եւ խնդրում են, որ ինքը ներկայացնի իր տված ունեցած մատերիալները, ֆոտո եւ վիդեո։ Եվ դա ի վերջո նրանք հազիվ բռնել են Արման Վեզյանին եւ ասում են ինքը կուլ տվեց իր դեմ գնալ այդ երիտասարդ դատախազին, որը կարողացավ անտեսել բանի ասածը դատախազի գլխավոր դատախազի ասածը դա sense բան Երևանում չկա գլխավոր դատախազի խոսքը օրենք է իրաց համար Դաժե սխալ է դաժե սխալ է լինում հա ինքը շատ դեպքերում ավելի շատ սխալ է լինում քան թե ճիշտ բայց կարելի ասել անձնական վրա է լուծում անձնական վրա չի այստեղ գործնեության վրա է լուծում չէ անձնական չի կա անձնական եւ գործնեություն հա անձի հա անձի գործնեության հետ կապված Լրագրողները նույն իրավապաշտպան են, մենք որ դնում ենք ովքեր են իրավապաշտպան են, մենք ասում ենք, որ լրագրողներ են իրավապաշտպան, դրա համար ես շատ ցավում եմ, որ ձեր կոլեգային դատում են ամենական, իսկ դուք հանգիստ դրան նայում եք։ Ինչի վերաբերյալ։ Դատական արդեն որ փուլում է, ովքեր են Արդեն է փուլում, նույնիսկ ես եմ, արդեն ցուցմունք պիտա, ես ու մյուս ամբաստայինն եմ։ Երկա օրը կնշում։ Ամսի 20-ին ժամը, վաղը, 16:00 Արդեն ցուցմունք պետքան Դե բացերն են, այդներն վկաներն են հարցակնել, մի քանի Այդ վկաների հարցակնություններից ինչ տպավորություն Վկաների հարցակնությունից մյուս վկան Լենա Բադալյան, որը իրենք ներգրավել են որպես վկա են գործում, вообще ինչ չէր ճանաչում, вообще ինչ չէր տեսել Այդ էլ է, ոչ մի կռիվ չէր տեսել, ու ինքը իր գործը դրացել, իր ցուցմունքը դրացել մեղադրական հիմքում։ Այսինքն մարդ, որը որ Արմանին չի տեսել, Արմանի մեղադրանքի հիմքում դրված էր այդ ցուցմունքը, այդ աղջիկը գալիս ասում է, ես այս մարդուն առաջի անգամ տեսնում, իրացում եմ, աբսուրդի վերջին է սա։